Յուրաքանչյուր արվեստագետ իր ճանապարհն է անցնում արվեստի աշխարհում, փշոտ ու դժվարին ուղիներից մինչև լուսավոր ու երջանիկ հորիզոնները։ Անմեկնելի է արվեստի խորհուրդն ու լի է նորանոր բացահայտումներով, որոնց հետևից էլ գնում է արվեստի մարդն իր ողջ կյանքի ընթացքում եւ որոնք էլ ի վերջո դառնում են իր կյանքի իմաստը։ Ես ավելի շատ ուզում եի երաժիշտ դառնալ, դաշնակահար։ Հետո լրիվ պատահականություն էր իմ նկարիչ դառնալը։ Մենք գնում էինք Ռոմանոս Մելիքյան ուսումնարան, որ այնտեղ տամ թղթերս, գործերս, ու մեկ էլ տրանսպորտը իջանք Թերլեմեզյանի մոտ։ Ես ու մայրիկս էինք։ Հետո տեղից արդեն ասեցի, մամաս ասեց, բեր գնանք փորձենք։ Եթե կլինի ժամանակ, այդտեղից կվերցնենք թղթերը, կտանենք, այդտեղ գործերը այնտեղ կտանք, ու այդպես համոզեց ինձ։ Բայց ես նկարելուց լրիվ հեռու մարդ էի, լրիվ։ Կարողանում էի նկարել, բայց այս կարգի չէի կարողանում նկարել։ Ու այդպես գործերս տվեցի, այնտեղ ընդունվեցի, չէ, առաջի տարին կտրվեցի, հետո երկրորդ տարին արդեն առաջի տարին տվել էի գեղանկար բաժինը, երկրորդ տարին իմ այսօրվա դասախոսները իրանք ինձ ուղղություն տվեցին, որ ես տամ դիզայն բաժինը։ Ավելի շատ ես ոգեշնչվեցի աբստրակտ գործերից, սկսեցի աբստրակտ, այդ ազատությունը ինձ շատ դուր եկավ։ Ես չեմ սիրում փակվել, ես սիրում եմ ազատ, թե իմ մտածելը, թե իմ խոսալը, թե մարդկանց հետ շփվելը, իսկ եթե ես տեսնում եմ, ասենք, նույնը մարդկանց հետ ես այդ արգելքը կա, այդ շփման, ես չեմ կարողանում շփվել։ Նույնը նկարելը, դրա համար ինձ այդ աբստրակտ ոճը ավելի շատ դուր եկավ, քան թե գեղանկարը։ Գեղանկարում ավելի շատ ոնց որ ես ինձ արտանկարիչ զգամ։ Դա արդեն իսկ Աստծո տված, Աստծո ստեղծագործություններն է։ Իսկ աբստրակցիան արդեն իսկ ես ինքս եմ ստեղծում։ Դա է ինձ ավելի շատ ոգեշնչում ու ավարտելուց հետո ես ավելի եմ ոգեշնչվում, ավելի հետաքրքիր գործեր ա լինում, այդպես։ Ինձ համար ստեղծագործությունը ապրելակերպ է։ Ինձ համար, եթե ես չստեղծագործեմ, նշանակում է ես չեմ ապրի։ Ինվալիդի նման կապրեմ, թերի կապրեմ։ Ես սիրում եմ ընդհանրապես ստեղծագործել։ Առավոտյան, ասենք, ես սկսում եմ նկարել, ստեղծագործել, մեկ էլ ինքան եմ ես տարված լինում նկարներից մեջ, գույներից մեջ ես։ Մեկ էլ ժամը նայում եմ, տեսնում եմ արդեն երեկոյան է, էլի քնելու ժամանակն է։ Ընդհանրապես չեմ փնտրում, ես որ կտավի առջև նստում եմ, ես չեմ մտածում ինչ պետք է նկարեմ։ Ես աղոթքով սկսում եմ, աղոթքով վերջացնում եմ ու փառք եմ տալիս Աստծուն, որ ես այսպիսի հրաշալի գործ ունեցա ու ավարտելուց հետո ես միշտ ասում եմ, սա ես նկարեցի, սա ոնց ստացվեց։ Միշտ այդ հարցը ես ինձ տալիս եմ։ Իսկ եթե նկարիչը սահմանափակվի,
կամ ինչ որ մտածի սա պետք է նկարի, նա պետք է նկարի, ես չեմ համարում այդ մարդուն նկարիչ, ստեղծագործող, որովհետև ստեղծագործելը այնպիսի հետարքիր բան է, որ դա վերուստ է տրվում։ Դա մենք ինքներս էլ չենք մտածում, որ դա ոնց եղավ։ Ասենք եղել է ժամանակ, որ ես մտածել եմ, հիմա ասենք նստեմ, մանրանկարչությունով զբաղվեմ, բայց ինձ տվել է լրիվ այլ բան։ Նենց հետարքիր է այդ ստեղծագործելու պահի, ես չեմ կարողանում, ասենք բացատրեմ, էլի, դա շատ հաճելի երևույթ է։ Գույների բացելը, գույների այդ երանգները ստանալը, ասենք բացից մուքից բացացնում եմ այդ շերտը, որ ես սկսում եմ այդ տեխնիկայով աշխատել, այդ ժամանակը սա տանում, այդ ապրում եմ։ Ես այդ թե գույներով, թե այդ վրձնի հարվածներով ես ապրում եմ։ Ու յուրաքանչյուր նկարիչ է դա զգում, ապրում։ Եթե նկարիչ է, եթե ստեղծագործող է, ուրեմն այդ դինամիկան իրանք զգացել են, իրանք էլ են ապրել այդ պահերը, ինչ որ ես եմ հիմա ասում։ Քանի որ ես բազմաժանր նկարչուհի եմ, ինձ ամեն մի էլեմենտ, ամեն մի ժանր ինձ շատ է դուր գալիս ու շատ հետաքրքրվում եմ ու սկսում եմ ես նաև դրանցով զբաղվել։ Եթե չհետարքրեր, չէի զբաղվի, բազմաժանր նկարիչ չէի լինի, տիկնիկագործությունով չէի զբաղվի, այնտեղ մակրամե, գոբելեն, աբստրակցիա, բատիկ ու հետարքրում ա որ զբաղվում եմ։ Եթե չհետարքրի, ես ընդհանրապես չեմ նկարի, չեմ զբաղվի այդ գործերով։ Օրինակ ես ինքս ձանձրացող մարդ եմ, երևի դա դրանից է ավելի շատ, որ ես մի ճյուղի վրա չեմ կենտրոնանում։ Ես անդադ սիրում եմ այս մի գործով զբաղվեմ, հետո որ ձանձրանում եմ, հետո գնում եմ, մյուսն եմ վերցնում, աշխատում, զգում եմ, որ իմ կյանքս էլ ավելիով է հետաքրքրվում, էլ ավելիով է լցվում իմ ստեղծագործական աշխարհը։ Գալիս է ժամանակ, որ ես մտածում եմ ինչ որ մի թեմայի շուրջ։ Եվ ստացվում է, եւ ասենք լրիվ ուրիշ բան է տանում ինձ։ Այդ ուղղությունը լրիվ ուրիշ է։ Ասենք ես մտածում եմ, որ ծով նկարեմ, բայց ծովը չի ստացվում, լրիվ այլ բան է ստացվում։ Ասենք գրաֆիկական աշխատանքներով եմ զբաղվում այդ րոպեին։ Դա ասենք մի պահ է, երևույթը գալիս է այդ երևույթը ու հեռանում է։ Եթե այդ պահին դու օգտագործեցիր, իսկ եթե չէ, ինքը հեռանում է ու ընդմիշտ է հեռանում, այդ չի գալիս։ Գալիս է ժամանակ, որ զգալով եմ նկարում, գալիս է ժամանակ, որ ինքը միտքն է գալիս, իմ զգացածը չեմ տալիս կտավին, իմ աշխատանքների մեջ զգացողությունն ավելի շատ։ Երկուսն էլ իմ կարծիքով զուգահեռ գնում են, մեկը մյուսին հավասար։ Երազների հետքով ձգվող ճամփաների հմայքը դյութական ու արարող հոգու անանձնական հևքով կենթանի մի աշխարհ, գունեղ, արարչական։ Այստեղ մի պատմություն հեքիաթի պես ծանոթ, այնտեղ ինչ-որ պատկեր, հուշի թևով եկած, երազանքի ձիուն հեծած սրտի կարոտ, որ ձգվում է անվերջ, քամու բերանն ընկած։ Արարումի անտես կախարդանքից սնված անզուգական պահեր կտավի մեջ ապրող, շուրջը հեքիաթ ու տոն հոգու խորքից ծնված ու արվեստի խորունկ հոգում վերածնվող։
Աշխատանքը հենց սկսում եմ ես, գույները, որ արդեն իսկ բացում եմ, սկսում եմ այդ գույներով աշխատել, գույներն իրանք են ասում, նկարն ինքն է ասում, ինձ այս գույնը դրեք, նկարն ինքն է պահանջում, որ ես այդ գույնով նկարեմ իրան, այդ գույնը դնեմ, կապ չունի, դա բաց գույներով ես կաշխատեմ, տեխնիկայով, թե մուգ գույներով կնկարեմ, կլցնեմ իրան։ Նկարն ինքն է պահանջում գույները ու այդ պահին նենց հաճելի երանգներ եմ ստանում, բացում եմ ու դնում եմ այդ գույները։ Բայց մուգը ոնց որ թե ավելի շատ է, բացիկների մեջ ավելի շատ բաց գույներն է գերիշխում, իսկ կտավների մեջ ես չգիտեմ ինչից է դա, կտավների մեջ ավելի շատ մուգ գույներն է գերիշխում։ Չեմ ուզում առանձնացնեմ կյանքը եւ արվեստը, որովհետեւ որտեղ կյանք, այնտեղ արվեստ, որտեղ արվեստ, այնտեղ կյանք։ Իսկ եթե մարդիկ չեն հաճախում ցուցահանդեսներ, համերգներ, ասենք օպերա, այդ մարդկանց ես չեմ հասկանում։ Այդ մարդիկ ընդհանրապես մարդիկ պետքա գնան արվեստով զբաղվեն, որ իրանց օրը լցնեն։ Ես այդպես եմ մտածում։ Առանց մշակույթի մեր կյանքը ես չեմ պատկերացնում, հատկապես հայ ազգը մշակույթով եկել է, մշակույթով էլ գնում է, շարունակվում է։ Ես մի հատ ստեղծագործական աշխատանք ունեմ, որտեղ վերնագրել եմ չարն ու բարին, այսինքն սևը եւ սպիտակը, այդպես եմ ներկայացրել։ Կարելի ասել իրար հավասար գնում են, չարը եւ բարին, ինչքան որտեղ որ չարություն կա, այդքան է բարություն կա, ուղղակի պետք է մենք մեր աչքերով տեսնենք այդ ամեն ինչը, որ հեշտ լինի մեր կյանքում, մեր ստեղծագործական չխանգարի, մենք ստեղծագործենք, միայն չարը չպետք է տեսնենք, սևը չպետք է տեսնենք, մենք պետք է նաև գույները նկատենք։ Դրա համար հեշտացնում է, ավելի շատ հեշտացնում է գույներով զբաղվել կյանքը, մեր առօրյան։ Արվեստագետը պետք է միայն բարին տարածի իր նկարներով, ճիշտ է մենք էմոցիոնալ մարդիկ ենք, զգացողությունը մեր ավելի ուժեղա չենք կարող տարբեր անցնել թե չարի, թե բարու կողմով, դրա համար ես շեշտում եմ միշտ, որ զուգահեռ գնում են եւ բարին եւ չարը, եւ լավը եւ վատը։ Ես ինքս իմ համար եմ ստեղծագործում, առաջինը ես ինքս եմ լավ զգում, եթե վատ աշխատանքներ են լինում, այդ ժամանակ շատ վատ եմ զգում, որ ինչի էսպես եղավ, բայց որ լավ գործեր են լինում եւ ավարտին եմ հասնում, ասում եմ, ինչքան լավ է կյանքը, ինչքան բարի է այս ամեն ինչը, ես չեմ տեսնում այդ չարությունը, այդ վատ էներգիան, ես միայն տեսնում եմ լավը, դրականը։ Արդեն որ հասունանում է այդ ժամանակը, արդեն ես դնում եմ ցուցահանդեսներ ու այդպես փոխանցում եմ ժողովրդին, ուզում եմ իրանք էլ ապրեն, ինչ որ ես եմ ապրել, տեսել, ասենք այդ նկարում եմ, բայց ես այդ պահին չեմ մտածում, չէ, որ ինչ եմ նկարում։ Նկարելը ավարտելուց հետո ես մի հատ էլ այդպես եմ ապրում, հիանում եմ կամ ասենք տխրում եմ, որ լավ չի ստացվել, իմ ուզածով չի եղել, արդեն լավ գործերը առանձնացնում եմ, իմ սիրած գործերը ու բերում եմ, մատուցում եմ իմ ժողովրդին։ Ուզում եմ անպայման իրանք էլ ապրեն այդ գույներով, այդ ապրումներով։
եթե ցուցահանդեսները բացում եմ կամ նկարում եմ, եթե ես այդ րոպեին նեղված եմ, այդ նկարները չի ստացվում։ Ու եթե ստացվում է բարությունը, ես ուզում եմ այդ ժողովրդին տարածեմ։ Ու նույնն է, որ ժողովուրդը գալիս են ցուցահանդեսներին, այդ ժամանակ մենք վերցնում ենք իրանց դրականը, միայն դրականը, իրանք մեզ թևեր են տալիս, իրանց էներգետիկ դաշտը, որ իրանց դրականն են փոխանցում, մենք ավելի ենք լավ ստեղծագործում, մենք ավելի ենք սկսում հոգեպես լավ ապրել։ Այդպիսի նկարներ չկան, որ ես երաժշտություն չդնեմ, երաժշտությունով ես ապրում եմ, այդ մեղեդին փոխանցվում է նաև նկարներիս մեջ ու հաճախակի են ինձ այդպես ասում, որ ձեր նկարների մեջ կա երաժշտություն։ Ես նաև դա եմ ուզում ու ցանկանում եմ, որ մոտաղ սերունդը հատկապես, որ իրանք արվեստով զբաղվեն, կրթվեն ու միայն նայեն առաջ։